Սիրելի հայրենակիցներ, ազգային ժողովի նիստերը արծաթ հետևող քաղաքացիներ։ Այսօր ես չեմ խոսելու ազգային ժողովի նախագահի թեկնածուի անձի եւ ազգային ժողովի նախագահի ընտրության մասին։ Խոշոր հաշվով որևէ նշանակություն չունի, թե գործող ռեժիմի որ ներկայացուցիչը կլինի ազգային ժողովի խոսնակ, ովքեր կնստեն այս վերևի աթոռներում, որտեղ բոլորը իրականացնելու են այն քաղաքական գիծը, որ այս ընթացքում իրականացրել են։ Հետևաբար ազգային ժողովի անդրանիկ նիստում այս ամբիոնից ես խոսելու եմ մեր անելիքների, Հայաստանի Հանրապետության առջև կանգնած մարտահրավերների մասին եւ ամենակարևորը խոսելու եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Սիրելի հայրենակից, մենք տարիներ միասին պայքարել ենք։ Այս ամբիոնից բարձրաձայնել ենք ու Հայաստանի Հանրապետության տարբեր հրապարակներից մի շարք կարևոր խնդիրներ։ Խոսել ենք այս իշխանության բնույթի եւ բովանդակության մասին։ Դժբախտաբար մեր բոլոր գնահատականները, մտահոգությունները եւ կանխատեսումները իրականություն են դարձել։ Արցախի հայաթափումից մինչև անվտանգության համակարգի փլուզում։ Բաքվի բանտերում տանջվող հայ գերիներից մինչև Ադրբեջանի նորանոր պահանջներ։ Սոցիալ-տնտեսական հարցերից մինչև խաղամոլության ու թմրամոլության ահագնացող աճ։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա հարձակումից մինչև տասնյակ քաղբանտարկյալներ։ Մենք ամեն ինչ արել ենք, բարձրաձայնել ենք, պայքարել ենք, որ այս կետին չհասնենք։ Ցավոք, հունիսի 7-ին կայացած ընտրությունները այս կորուստների, զիջումների շղթան ընտրություններով չկտրվեց։ Այո, պարոն Ռուբինյան, հունիսի 7-ի ընտրություններին ընդդիմությունը չի հաղթել, եւ դա վատ է, որ չի հաղթել, բայց չի հաղթել նաեւ օրվա իշխանությունը։ Հունիսի 7-ի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններից մեկն է եղել։ Վարչական ռեսուրսի աննախադեպ եւ բացահայտ կիրառում, պետական բյուջեի հաշվին սեփական քարոզարշավի ֆինանսավորում, պատերազմի սպառնալիքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ տերոր, ընդդիմադիր գործիչների ձերբակալություն, կալանավորումներ, նախընտրական շտաբների գործունեության պարալիզացում։ Այս պայմաններում են տեղի ունեցել ընտրությունները։ Եվ ի վերջո, ընդդիմադիր շեմը հաղթահարած ուժը բարգավաճ Հայաստանի ձայները գողացվել են։ Հետևաբար, այս խորհրդարանը ունի լեգիտիմության լրջագույն խնդիր նաև այս խորհրդարանի ձևավորած կառավարությունը։ Եվ այդ մասին դուք ևս լավ գիտեք։ Սիրելի հայրենակիցներ, այս ամեն ինչից հետո հարց է առաջանում. ինչ է անում խորհրդարանը այս դահլիճում եւ ինչ անելիք ունի առաջիկայում։ Շատ պարզ եւ ուղիղ ձևակերպեմ։ Մենք այստեղ ենք մեր առաջիկա քաղաքական պայքարը կազմակերպելու եւ մեր համազգային նպատակները առաջ մղելու համար։ Մենք այստեղ ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարցերը բարձրաձայնելու, Բաքվում գտնվող գերիների խնդիրներից խոսելու, Հայաստանի օկուպացված տարածքների մասին բարձրաձայնելու եւ այո, Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը բարձրաձայնելու համար։ Արդյոք սա բավարար է փոփոխության հասնելու համար։ Միանշանակ ոչ։ Սիրելի հայրենակից, մենք գիտենք, որ փոփոխության հասնելու պահանջը ձևակերպված է ընդդիմությունից, մասնավորապես խորհրդարանական ընդդիմությունից։ Մենք ընդունում ենք այդ պահանջը, քննադատությունը, մտնում ենք այդ պատասխանատվության տակ եւ ամեն ինչ անելու ենք փոփոխության հասնելու համար։ Մեզ պետք է ձեր աջակցությունը, ձեր վստահությունը եւ թիկունքը, որպեսզի գնանք առաջ։ Այս օրերին Հայաստանի Հանրապետության համար համակարգային ընդդիմությունը անհրաժեշտություն է։ Դա նաև դիմադրություն է մեզ պարտադրվող արտաքին եւ ներքին օրակարգերը խափանելու եւ մերժելու համար։
Իսկ ինչ վերաբերվում է ընդդիմության եւ իշխանության տարբերության մասին, պարոն Ռուբինյան, ուզում եմ շատ հստակ լինի, մեր եւ ձեր հակասությունները, առճակատումները չթաքցնեմ, երբեմն ատելությունը անձնական բնույթ չունեն, դա ունի խորը գաղափարական հենք, դա մեր պետության անցյալի, ներկայի եւ ապագայի մասին պատկերացումներն են։ Այն մոդելը, որ դուք առաջարկում եք իրական Հայաստանի փաթեթավորմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, դա ինքնաոչնչացման եւ կործանման ճանապարհ է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ հայկական պետությունը ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրություն։ Մենք չենք կարող թույլ տալ, որ հրաժարվենք մեր անցյալից, մեր ժառանգությունից, մեր իրավունքներից ուրանալ հայոց ցեղասպանությունը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընտրվելու եւ ընտրելու համար ազատազրկեն, խլեն սեփականությունը։ Ազատ խոսքը Հայաստանում ոչ միայն վտանգված է, այլ գողացված։ Մենք մերժում ենք այս իրականությունը։ Մեր այլընտրանքը անվտանգ եւ մրցունակ Հայաստանն է, բայց էությամբ եւ բնույթով հայկական Հայաստանը, որը ապրում է խաղաղ, բայց միևնույն ժամանակ պատրաստ է պաշտպանելու իրեն, ով չի հրաժարվում իր քաղաքացիների իրավունքներից, իր համազգային նպատակներից, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, ով չի հրաժարվում Արցախում գտնվող հայ գերիներից։ Սիրելի հայրենակից, իսկապես ընդդիմություն իշխանություն այս հակասությունը սովորական կռիվ չէ։ Սա նորից եմ կրկնում, հայկական դիմադրություն է, որը պետք է կարողանանք առաջ տանել։ Ես հավատում եմ հայ ժողովրդի հաղթանակին, հայ ժողովրդի ապագային եւ ամեն ինչ անելու ենք այս ընթացքը կասեցնելու, երկիրը պետական ազգային ուղեգից վերադարձնելու եւ փոփոխության հասնելու համար։ Եվ վերջում, պարոն Ռուբինյան, դաշնակցությունը ձեզ քաղաքացիական պայմանագրին Նիկոլ Փաշինյանին չի մեղադրում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցությունների համար։ Մենք ձեզ մեղադրում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները խոնարհաբար իրականացնելու համար։ Եվ մի բան էլ ասեմ, որ հետո չասեք, չեն ասի։ Լավ իմացեք, դուք մեր ժողովրդի կողմից, ժողովրդի մեծամասնության կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումներ տանելու։ Դուք չունեք մանդատ անկլավների անվան տակ Տիգրանաշեն հանձնելու։ Դուք չունեք մանդատ սահմանագծման եւ սահմանազատման անվան տակ Հայաստանից նոր տարածքներ հանձնելու։ Դուք ժողովրդի մեծամասնության կողմից չունեք մանդատ Ադրբեջանի պահանջով Հայաստանի սահմանադրությունը փոխելու, անկախության հռչակագրից հրաժարվելու, հայոց ցեղասպանությունը ունենալու համար։ Եվ վերջապես, դու ժողովրդի մեծամասնության անունից չունեք մանդատ երկիրը նոր արկածախնդրության տանելու։